Ես շատ հակիրճ կփորձեմ ներկայացնել Չինաստանի կարևոր դերակատարությունը մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծում եւ ընդհանուր տարածաշրջանային բոլոր հարցերում որպես խաղաղության օրակարգ ապահովող գերտերություն, ինչպես նաեւ կներկայացնեմ շատ հակիրճ, թե ինչպիսի կարևորագույն համաձայնագրերի շրջանակում են կարողացել դառնալ գոտի եւ ճանապարհ մեգանախագծի անդամ եւ ինչ հնարավորություն է սա մեզ ընձեռելու։ 2013 թվականից նախագահ Սին Ցզինփինի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի կառուցմանը մեկ գոտի մեկ ճանապարհ մեգանախագծի շրջանակում, որի առաքելությունն է երկրների միջև արդարության եւ համագործակցության հաստատումը փոխարեն ով ուժեղ է, նա ճիշտ է սկզբունքի։ Ոչ մի երկիր չի կարող իր համար բացարձակ անվտանգություն ապահովել միայն սեփական ջանքերով եւ ոչ մի երկիր չի կարող կայունության հասնել այլ երկրների անկայունության հաշվին։ Ջունգլիների օրենքը թույլերին թողնում է ուժեղների ողորմածություն Սա չի կարող երկրների միջև հարաբերությունները բարելավելու միջոց լինել։ Նրանք, ովքեր մեծամտորեն ուժ են կիրառում քար բարձրացնելով թույլերի վրա, ի վերջո կտեսնեն, որ այդ քարը ընկնում է հենց նրանց ոտքերին։ Պատմությունը հայելի է։ Աշխարհը կարող է խուսափել անցյալի ողբերգությունից, կրկնելուց միայն պատմությունից դասեր քաղելով։ Մենք պետք է դրան հարգանքով եւ պատասխանատվությամբ վերաբերվենք։ Անցյալը հնարավոր չէ փոխել, բայց մենք կարող ենք կառուցել մեզ համար ել ավելի լավ ապագա։ Սա Չինաստանի մշակույթն է միտված իրական խաղաղության օրակարգին։ Գտնվելով քաղաքակրթությունների բախման խաչմերուկում մեր երկիրը միշտ ձգտել է կապել հյուսիսն ու հարավը, կամուրջներ կառուցել արևելքի եւ արևմուտքի միջև։ Հայաստանի լեռներում կղզի դառնալը մեր ժողովրդի կամքը չի եղել երբեք։ Որպես ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ մենք միաժամանակ կարողացանք շահագրգիռ մասնակցություն ապահովել չինական գոտի եւ ճանապարհ մեգանախագծին, մյուս կողմից առողջ հարաբերություններ կառուցել արևմուտքի հետ, երբեք չհակադրելով դրանք այլ գերտերությունների շահերին։ Հատված է սա Ժենմին Ժիբաո թերթում տպագրված Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածից։ 2015 թվականին, խնդրեմ ուշադրություն դարձնել, որ 2013 թվականին, երբ որ Չինաստանում տեղի ունեցան ընտրություններ եւ նախագահ ընտրվեց Սին Ցզինփինը, անմիջապես ընտրություններից 2 տարի հետո Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում Չինաստանի Հանրապետության նախագահ Սին Ցզինփինի հետ ստորագրեցին համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների խորացման եւ զարգացման մասին, որին 2015 թվականին հետևեց ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցությունը եւ ելույթը եւ այդ ելույթի եւ մասնակցության շնորհիվ Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ՇՀԿ Երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, որն էլ ամրապնդվեց եւ ամրագրվեց 2016 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակի հուշագրի ստորագրմամբ։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտ ներկայացրեց գոտի եւ ճանապարհ մեգանախագծի անդամակցությանը։ Ես ցանկանում եմ նաև նշել, որ այս բոլոր բանակցությունների եւ ձեռքբերումների ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ մի միլիմետր հետքայլ չէր կատարում բանակցային փաթեթից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում եւ առաջ էր մղում Հայաստանը որպես ռազմավարական գործընկեր իր բոլոր ճանապարհներով եւ տնտեսական հնարավորություններով։ Այդ մասին է վկայում նաև Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին եւ ՍԵՊԱ պայմանագրի ստորագրումը։ Բոլոր հանգուցալուծումներում Հայաստանը ունենում էր շահեկան դիրք, իսկ Արցախի ինքնորոշում էր ստանում եւ իհարկե սա լինում էր առանց զոհերի բանակցությունների շնորհիվ, ինչպիսին, որ նաեւ Չինաստանի քաղաքականությունն է։ Ցանկանում եմ նաև նշել, որ ՇՀԿ այս կազմակերպությունը տարածաշրջանում ոչ միայն ինքը տնտեսական կազմակերպություն է, այլ նաև անվտանգային հարցեր ապահովող կազմակերպություն է։ Եվ ՇՀԿ անդամ պետությունները միմյանց միջև ունեն համաձայնագրեր ստորագրված, որի հիմնական առաքելությունը եւ նպատակն է դարերով ընկերներ են եւ երբեք թշնամիներ, եւ Չինաստանը իր վարած քաղաքականության շնորհիվ կարողանում է ՇՀԿ անդամ պետությունների միջև սահմանները վերածել բարեկամության, համագործակցության եւ գոտի եւ ճանապարհ այս մեգանախագիծը, որը սկիզբ է առնում Չինաստանից, անցնելով ՇՀԿ անդամ պետությունների տարածքներով, արդեն կազմում է շուրջ 14000 կիլոմետր, կատարվել են 110,000 միջազգային երկաթուղային բեռնափոխադրումներ եւ առևտրային կուտակային ծավալը Չինաստանի եւ ՇՀԿ անդամ պետությունների միջև կազմում է $2.3 տրիլիոն։
2025 թվականի սեպտեմբերի 1-ին Չինաստանում ՇՀԿ անդամ բոլոր պետությունները ստորագրեցին Թիանցինի հռչակագիրը եւ հիմք դրեցին ֆաշիզմի դեմ համատեղ պայքարին։ Սա Չինաստանի որդեգրած քաղաքականությունն է ապահովել գոտի եւ ճանապարհ մեգանախագծի միջոցով իրական խաղաղություն ամբողջ աշխարհում։ Պայքարելով ֆաշիզմի դեմ եւ լինելով իրական խաղաղության ջատագով եւ իրականացնող Չինաստանը շատ լավ հասկանում է նաեւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրողությունները եւ կասկածից վեր է, որ Պեկինը շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը միտված միջազգային նախագծեր իրականացնելուն, որոնք ուղղված չեն Հայաստանի մեկուսացմանը։ Այս առումով չափազանց կարևոր է Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Չինաստանի միջև համագործակցության հարուստ փորձը, որը պետք է խթան դառնա մեր տարածաշրջանում տրանսպորտային կապերի ամրապնդման Չինաստանի ջանքերին նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանը պետք է վերադառնա մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնություն, վերածվելով նաեւ տարածաշրջանում անշրջելի խաղաղության հաստատման հիմնաքարին։ Հայաստանը երբ դառնա մեկ ճանապարհ, մեկ գոտի լիարժեք մեգանախագծի մաս, աշխարհագրական դիրքի շնորհիվ հնարավոր կդարձնեն նաև Պարսից ծոց-Սևծով հյուսիս-հարավ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք կլինեն տնտեսապես առավել մատչելի եւ կապահովեն տարածաշրջանային անվտանգությունը։ Ինչպես արդեն պարոն Մինասյանը նշեց, այս մեգածրագրի շրջանակում ամենակարևոր հատվածը այս պահին կազմում է Հայաստան-Իրան ուրեմն նոր երկաթգծի կառուցումը, որը պետք է ապահովի եւ Իրանի տարածաշրջանով դուրս գալով միանալով գոտի եւ ճանապարհ մեգանախագծին Չինաստանից Իրանի տարածքով եւ Հայաստանի միջոցով բեռների արտահանմանը դեպի Եվրոպա։ Հայաստանի տարածքով այս մեգածրագրի շրջանակում արտահանումը եւ կապը Չինաստանի եւ Եվրոպայի միջև շատ առավել մատչելի է Չինաստանի եւ ՇՀԿ անդամ պետությունների համար, քանի որ ամբողջությամբ ցամաքային ճանապարհներ է ապահովում, ծովային ճանապարհներից զուրկ է եւ առավել տնտեսապես արդյունավետ է, ինչպես նաեւ առավել անվտանգ է։ Հայաստանը դառնալով այս գոտի եւ ճանապարհ մեգանախագծի լիարժեք անդամ կարողանում է նաեւ տարածաշրջանում իր կապը չխզել հյուսիս-հարավ ճանապարհի միջոցով նաեւ Իրանի հետ, որը որ շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ եւ ձեռք բերելով նոր տնտեսական համագործակցության կապեր եւ նոր ճանապարհային հնարավորություններ Չինաստանի հետ կարողանում է նաև դրանով զարգացնել տնտեսությունը։ Եվ վերջում կարող եմ հավելել, որ Հայաստան-Իրան այս նախագիծը սկիզբ է առել 2013 թվականից, այն անգամ նախագծվել է, ուրեմն ընդհանուր երկարությունը Հայաստանով անցնող պետք է լինի 305 կիլոմետր, պետք է քանի որ անցնելու է Սյունիքի տարածքով ունենալու է 60-ից 64 թունելներ, ինչպես նաև 64 կամուրջներ։ Այս նախագիծը եղել է, նախագծվել է եւ այժմ մեզ, այսինքն Հայաստանին ընդամենը մնում է հայտը վերջնականացնել գոտի եւ ճանապարհ մեգանախագծի եւ դրանով իրապես դառնալ եւ թեւակողել խաղաղության դարաշրջան։